Մի հեռավոր երկրում մարդիկ հավատում էին, որ ամանորի գիշերը ժամանակը կանգ է առնում միակնթարթով, լսելու մարդու սրտի ձայնը։ Այդ պատճառով ամեն տարի այդ գիշեր նրանք լռում էին ու սպասում։ Մի անգամ մի երիտասարդ մոտեցավ ծեր իմաստունին և հարցրեց. «Ինչ պետք է խնդրեմ նոր տարուց, որ կյանքս փոխվի»։ Ծերը ժպտաց ու նրա ձեռքում դրեց դատարկ գավաթ։ «Տես», ասաց նա, «գավաթը լի է, ոչ թե ջրով, այլ քո անցած տարով»։ «Բայց այն դատարկ է», զարմացավ երիտասարդը։ «Դու այդպես ես տեսնում, որովհետև չես սովորել նկատել փորձը, ցավը, սպասումը, սխալները։ Եթե գավաթը դատարկ համարես, կշտապես լցնել այն ցանկություններով, իսկ եթե հասկանաս, որ այն արդեն լի է, կհասկանաս ինչ է պետք թափել»։ «Եվ ինչ թափեմ», հարցրեց երիտասարդը։ «Այն, ինչ ծանրացել է սրտիդ, բայց չի ուսուցանել, զայրույթը, անպետք վախերը, դատարկ խոստումները»։ Երբ կեսգիշերին ժամացույցը խփեց, երիտասարդը փակեց աչքերը և առաջին անգամ ոչինչ չխնդրեց։ Նա պարզապես բաց թողեց կուտակված զայրույթը, վախը ու ողջ բացասականը։ Եվ այդ պահին դուռը թակեց նոր տարին, վաղուց սպասված ու երջանիկ թեթևությամբ։ Հետևություն. երբեմն նոր տարին չի սկսվում նրանով, ինչ ուզում ես ավելացնել քո կյանքում, այլ նրանով, ինչը պատրաստ ես բաց թողնել ու ազատ ճախրել։